Սպասվող լրահոս իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել։ Armenpress-ի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Բարև ձեզ, Armenpress պետական լրատվական գործակալությունը լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամեն ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում։ Հայաստանի եւ Մալթայի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում կկնքվի համագործակցության մասին համաձայնագրիր։ Համաձայնագրի կնքման հարցը ներառված է այսօր հուլիսի 7-ին կայանալի կառավարության նիստի օրակարգում։ Գործադիրի նիստի մեկ այլ հարցով էլ նախատեսված է Տավուշի մարզի Կիրանցի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ։ Եվրոպական բիզնես ասոցիացիան անցկացնում է եվրոպական բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում խորագրով բիզնես ֆորում օտարերկրյա ներդրողների եւ տեղական կազմակերպությունների համար։ Ներկայ լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ այլք։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան։ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 7-ից 9 կայանալու է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը։ Հուլիսի 1-ից 5-ը Թբիլիսիում անցկացվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ Հանրապետական падգամավոր Արտակ Դավթյանը եւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը կխոսեն նստաշրջանին Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հնչած ելույթների մասին, կանդրադառնան հայկական պատվիրակության աշխատանքներին։ Հուլիսի 7-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է։ Այդ առթիվ օրվա ընթացքում ազգային գրադարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու։ Նախատեսված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված գրքային եւ ոչ գրքային հրատարակությունների ցուցադրություն։ Լումա ամսագրի տպագրության 120-ամյակին նվիրված ցուցադրություն կներկայացվի Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Բադալյանի կողմից ազգային գրադարանին նվիրաբերված 290 միավոր Նապոլեոն Բոնապարտ հավաքածուն։ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կամփոփի օպերային թատրոնի 82-րդ թատերաշրջանը, կներկայացնի նաեւ նոր թատերաշրջանի ծրագրերը։ Բասկետբոլային սպորտի զարգացման հեռանկարները քննարկման օրակարգում։ Ինչպես գիտենք, բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն։ Մեր թիմի հաջողություններին ու առաջիկա ծրագրերին են անդրադառնալու բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոքչյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը։ Այս եւ այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքեջում եւ լսել լրատվական ռադիոյի եթերում։ Հետևեք մեզ Twitter-ում եւ Facebook-ում։ Դուք լսեցիք սպասվող լրահոսը, իրադարձություններից առաջ ընկնելով ներկայացրեց Armenpress լրատվական գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Armenpress իրադարձությունից քայլ առաջ 1918 թվականից։